Շնորհակալություն, առաջին հերթին խոսեմ բանկային խնդիրների մասին եւ երկու արձագանք կանեմ նաեւ գյուղատնտեսության մասին, ինչ վերաբերում է բանկային խնդիրների մասին, արդեն իսկ մեծ ֆինանսական ռումբ է դրված մեր բանկային համակարգում, որտեղ փողը եկել է մեծ քանակության բանկային համակարգ եւ բանկային համակարգը այդ փողը ինչ որ միտեղ պետք է իրացնել եւ դա իրացրել է ավելի շատ վարկեր տրամադրելով եւ այս պահին տեսնում ենք եւ այդ դա ուղղված է երկու ուղղություններով, առաջին հերթին եթե նայում ենք հիպոթեկային վարկերը բանկային համակարգի պորտֆելում, ապա 2018 թվականին նրանք կազմում էին մոտավորապես 8%, այս պահին կազմում են 24%, այսինքն 3 անգամ աճել են այսքանի տարիների ընթացքում։ Երկրորդը դա սպառողական վարկերն են, որոնք բավականին աճել են եւ առաջին տեղում են եւ ասեմ, որ բանկային համակարգում բոլոր վարկերի մոտավորապես 13% անվճարունակ են եւ հասկանալը դրանք սպառողական վարկեր են, ինչպես նաեւ բնակչության մեջ մոտ 300,000 հոգի, այսինքն բնակչության 6-ից 1-ը սերտուցակում է բանկային համակարգում, սա էլ պիտի հասկանանք։ Ինչ վերաբերում է բանկային համակարգին, տեսեք 6-ից 1-ը բանկային համակարգում, 6-ից, տեսեք նորից, վճարունակ աշխատունակ բնակչության 6-ից 1-ը այս պահին սերտուցակում է բանկային համակարգում, դա նրանից է, որ կառավարությունը ինքը 2015 թվականին հայտարարեց սկզբին, 2025 թվականի սկզբին, որ 218,000 հոգի կա Հայաստանի Հանրապետությունում, որոնք մինչև 1 միլիոն դրամ ժամկետած եւ չվճարված պարտավորություններն, այսինքն սերտուցակում ունեն։ Եթե այդ շեմը հանենք 1 միլիոն դրամի, կլինի 340,000 այդպիսի վարկ, բայց կա հասկանալի է, որ մարդ կա, որ երկու վարկ է լցնում, մոտավորապես 300,000 հոգի է լինելու, այսինքն 6-ից 1-ը աշխատունակ բնակչության։ Սա հառելի թիվ է, բայց ինչ վերաբերում է կոնկրետ ֆինանսական բոմբին, որ այս պահին ռումբին այս պահին դրված է, դա հիմնականում հենց աշխարհ գույքի շուկան է։ Պետք է հասկանալ, որ 2025 թվականին մեր հնայի 38%-ը ապահովել է ֆինանսական համակարգ, անշարժ գույք եւ շինարարություն կլաստեր, այս երակը, որը ժամանակի ընթացքում բավականին աճել է, այսինքն փող եկել է Հայաստանի Հանրապետություն, մենք խոսացինք ներդրումների մասին, չի դրվել այլ ներդրումներ, հիմնականում կատարվել է անշարժ գույքի շուկա, որտեղ էֆեկտիվորեն անշարժ գույքի շուկային փողի արժեքը 0% է եղել, վարկերի տոկոսը 0% է եղել, այդ ամեն ինչից դրծված բոլորը գնացել է շինարարություն եւ պահանջարկը, այսպես ասած, արհեստական է եղել, ի սկզբանե ռուսների գալով, IT մասնագետների կապիտալի ներհոսքով, հետո մեր հայրենակիցների ստիպված Արցախից դեպի Իրաստանից տեղահանումով, բայց այս պահին 25 թվականին մենք տեսնում ենք հակառակ պատկերը, հենց որ մարդիկ դուրս են գալիս Հայաստանի Հանրապետությունից, այսինքն արտահոսք ունենք, ինչպես նաև այլ պատկերներ ունենք, ըստ որի, տեսեք, եկամտարկեր վերադարձի օրենքը ավարտվեց 2025 թվականի, այսինքն փոփոխվեց 2025-24 թվականի վերջին, եւ ըստ այն մարդիկ, այն անձինք, որ 25 թվականի, 26 թվականին պիտի առնեին ես բնական է, շտապեցին մինչև 24 թիվը առնել, եւ այս պահին պահանջարկը մեջ չկա պահանջարկ, բացի, այսինքն արդեն իսկ իրացվելիության խնդիր ունենք։ Վերջին 1.5 տարվա ընթացքում կենտրոն եւ Արաբկիր համայնքում ըստ կադաստրի տվյալների գները չեն աճել, հակառակը նվազել են, այսինքն այդ ինքնաբուխ, այսպես ասած ինքն իր վրա աճող տրամաբանությունը էլ չկա։ Այստեղ մի քանի մտահոգիչ տվյալ ձեզ կասեմ, տեսեք 25 թվականի ընթացքում իրավաբանական անձինք 6 անգամ ավելի շատ բնակարան վաճառել են անշարժ գույքի շուկայում, քան գնել են, այսինքն կապիտալը արդեն 25 թվականին դուրս էր գալիս։ Ինչպես նաև այլ մտահոգ փաստ, այն է, որ выгодная ипотека, այսինքն հասանելի հիպոթեք ռուսական, այսպես ասած մեր անալոգը, դուրս է հանվել շուկայից 2024 թվականի կեսին, այսինքն 6 ամիս շուտ, եւ փետրվարին արդեն իսկ Սամալյոտ ընկերությունների ցանցը, որը ամենամեծ կառուցապատողն է, Ռուսաստանի կառուցապատողներից մեկն է, Մոսկվա մարզում, այո, արդեն իսկ սնանկացման եզրին է եւ կառավարությանը նամակ է գրել Ռուսաստանի, որ իրեն, այսպես ասած, սնանկացման եզրից հանի, կառավարությունը դեռ չի արձագանքել։ Պետք է հասկանանք, որ
այս ամեն ինչ որ դուրս է գալիս, ճիշտ է, մեր ֆինանսական համակարգը այդ ամեն ինչը աշխատում է, բայց ամեն ինչ որ կատարվում է, sense թե ուշ թե շուտ գալու են Հայաստանի առողջ։ Ինչպես նաև պետք է հասկանանք, որ մեր մոտ, մեր բանկային համակարգում գնում է evergreening-ի գործընթաց, այսինքն ինչ նկատի ունեմ ես։ Տեսեք, մեր կառավարության հիմնական արդյունավետության ցուցանիշը եղել է հարկերի բարձրացումը, նույնիսկ տարվա վերջին իրենց, այսպես ասած, հավելյալ վճարները դրանով են պայմանավորվել։ Եվ իրանք տեսել են, որ մեծ շրջանառություն է գնում շինարարության ոլորտում եւ հավելյալ հարկեր թուրքեր են հանկարծակի դրել կառուցապատողների վզին։ Այո, եթե օրինակի համար առաջ մի կիլոմետր, ենթադրենք տրանշեյափոխը ջուր անցկացնել է, ենթադրենք զուտ նախագիծ էր, այս պահին մեծ բազում միլիոնավոր դոլար, այո, 10,000, դա բերեց նրան, որ փոքր եւ միջին կազմակերպությունները գրեթե սնանկացման եզրին հայտնվեցին, միայն 4-ը մեծ կազմակերպությունը այդ այսպես ասած ռիսկը կարողացան կլանել, սակայն փոքր միջին կազմակերպությունները, որոնք ամեն ամիս միլիոնավոր դոլարների վարկ են փակում բանկերին, եկան բանկերին ասին չէ կարող փակել, բայց բանկերը այսպես ասած ասացին ոչինչ։ Եկեք ձեր բուջուր վարկերը, մեծ վարկերը, բուջուրներ վարկ տանք այս բանի, որ կարողանաք փակել, այսինքն վարկը վարկով են փակում, դա փուչքի բերվում է։ Ինչի համար, որպիսի իրացվելիության խնդիր չերևա բանկային համակարգում մեր բանկերում, որպիսի կենտրոնական բանկը դա չտեսնի, չխցացնի պահանջները։ Սա հստակ ռումբ է։ Եվ այս ամեն ինչ, ինչ որ ես ձեզ ասում եմ, արդեն իսկ տեղի էր ունեցել մինչև փետրվարի վերջը, մինչև Իրանի դեպքերը եւ այստեղ մի հստակ այլ խնդիր կա, որ այս գործընթացները արագացնում է, դա Դուբայն է։ Պետք է հասկանալ ինչքան փող է եկել, տեսեք մեր վերարտանում, եթե մասին խոսում ենք վերջին տարիներին, Ռուսաստան, որը կազմել է մեր արտանման 63%-ը 2024 թվականին, եկել է Հայաստանի Հանրապետությունում ոսկին, գնացել է մեծ մասի 55%-ը դեպի Դուբայ։ Այդտեղից փողը եկել է Հայաստանի Հանրապետություն։ Ու всё, Դուբայի միրաժը արդեն ավարտվել է։ Դուբայը իրեն միշտ դրել է որպես ներդրողների համար, այսպես ասած, դրախտ։ Դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Դա այլ խնդիր է, դա ոսկու վերարտանումը Ռուսաստանը կարգավորեց, ինքը հանեց իր սկզբանե տրված մաքսային տուրքերը եւ արդեն Հայաստանի Հանրապետությունով չանցավ դա, բայց այս պահին պետք է հասկանալ, որ Դուբայը միշտ իրան դրել է որպես ներդրողների համար, այսպես ասած, անվտանգ դրախտ, այդ միրաժը քանդվել է։ Դուբայում, ասենք, Flyer Arabian, որը ամենամեծ Boeing 383, այսինքն մեծ երկու արգան ինքնաթիռների ցանցը ունի, արդեն կանգնած է 90%, 95%, ասենք ասման եզրին է արդեն այս տարվա 12 օրվա ընթացքում միլիարդ դոլարից, գրեթե միլիարդ դոլարի կորուստ է կրել։ Դուբայից փողը դուրս է գալիս, արդեն աշխարհի շատ պետություններում, Կանադայում եւ այլն հստակ գների անկում կա եւ այս ռումբը գալու է հասնել մեզ եւ այստեղ այլ խնդիր կա, որ պետք է մենք հստակ հասկանանք։ Եվ ինչու է այսպես ասած այս պահին անհանգստության մեջ մեծ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, որտեղ հասկանում է, բոլորն են հասկանում, որ բանկային համակարգում բոլորը ռիսկերը հաշվարկում են, խելոք մարդիկ են նստած եւ այսպես ասած ոչ մեկ չէր հաշվարկել ծեվ կարապ ռիսկը, որ նավթի գինը $120 կարող է անցնել եւ դա չէին հեջավորել։ Եթե նավթի գինը $120 անցնի եւ 5-6 օրից անցնի, ապա ամբողջ ֆինանսական համակարգը փլուզվելու է եւ գա հասնի։ Դե տեսեք, հաշվարկված էր $60 մեկ բալլարը սովորական, ինչի համար որտեղ Ռուսաստանի վրա կիրառվում են սանկցիաներ, ոչ մեկ չէր ուզում այդ գինը բարձրանա, որ Ռուսաստանը իրան ավելի շատ լավ չզգա։ Եվ այսպես ասած այդ հեջավորումը մոտավորապես 50% էր, այսինքն մինչև $90, արդեն $90 անցել ենք մենք այս պահին, եթե $120 անցնենք եւ այդ տրամաբանությունը երկար շարունակվի, գլոբալ համաշխարհային ճգնաժամ, որը որոշակի ժամանակ հետո անգալու է հասնի Հայաստանի Հանրապետության, այլ հարց է երբ է լինել այդ ճգնաժամը, հասնել է Հայաստանի Հանրապետությանը մինչև ընտրությունները, թե ընտրություններից հետո ըստ այդմ ինչ է անելու կառավարությունը։ Ինչ վերաբերվում է գյուղատնտեսությանը, տեսեք, ես թվերի մարդ եմ եւ թվերով եմ խոսում եւ ճիշտ է, պարոն Հարապետյան ասեց թվերի խնդիր կա, բայց նույնիսկ թվերը ինչ որ մեզ տրամադրում են, լավ պատկերի մասին չեն խոսում, որովհետեւ հնայի աճի մեջ
Հայաստանի ընթացքում հիմնականում ՏՏ ոլորտ եւ բանկային ոլորտ, ֆինանսական ոլորտն են ապահովել 3 անգամ աճել են։ Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որ 2018 թվականից այս կողմ 18%-ով անկում է ապրել։ Գյուղացին չի մնում գյուղում, գալիս է Հայաստան, Երևան, որպեսզի ստեղ եւ դա այսպես ասած մեր ընդհանուր տնտեսական անվտանգության տեսանկյունից դրան դրական չէ, որովհետեւ եթե մենք կորցնենք մեր սահմանում ապրող մարդկանց, ապա կթուլանա մեր սահմանը։ Նույնն էլ հնայի մեջ առաջ մոտավորապես ես կասեմ 13%-ներ հնայի կառուցվածքի մեջ 2018 թվականին գյուղատնտեսությունը այս պահին մոտ 7% է։ Շնորհակալություն։